2020 թվականի պատերազմից առաջին վարած հարցազրույցների ժամանակ Արման Նավասարդյանն էր, Աստված հոգուն խաղաղություն տա, իր հետ էի հարցազրույց վարում, այդտեղ ես մեջ բերում էի Արցախի վերնախավի, Հայաստանի վերնախավի պատասխանը, Արցախի հարցը լուծված է, եւ ռազմական, հա, մենք պատրաստ ենք այնքան միշտ էլ պատրաստ ենք պատերազմի, բայց ռազմական լուծում չկա այստեղ, այսինքն մենք մեզ status quo-ն բավարարում էր, մենք համարում էինք, որ հարցը լուծված է եւ չէինք խաղում Եվ դա նաև խառնում է ռազմական հաղթանակը քաղաքական հաղթանակի հետ, միջազգային համայնքը բռնի ուժով, ես պայմանները հասկանում եմ, օրգանական շարժում հավաքվեց, այսինքն Սումգայից բոլոր հաշվի առնելով, դրսի աշխարհին այդպես չի երևում, դրսի աշխարհին դա երևաց որպես բռնի ուժով, քո զորքը հարևան երկրի տարածքում է, կոնֆլիկտների վերլուծման բազմաթիվ տվյալների բազաներ կան, դրանց մեջ այդ կոնֆլիկտը չի համարվում էթնիկ կոնֆլիկտ, համարվում է միջազգայնացված էթնիկ կոնֆլիկտ։ Այսինքն այդ ռազմական հաղթանակը դա չի վերածել քաղաքական հաղթանակի, իսկ քաղաքական հաղթանակի կվերածվեր, եթե համոզեիր դիպլոմատիայով թե Ադրբեջանին, թե միջազգային խաղացողներին, որ կոնսենսուս ձևավորվեր դրա շուրջ։ Իսկ դրան հասնելու համար մեխանիզմները բոլորովին տարբեր են։ Նախ էլի եմ ասում, անջատողական կոնֆլիկտների հավանականությունը հաջողությամբ հասել շատ ցածր է, շատ ցածր, 8%-ից էլ ցածր, եւ բացի դրանից այդ 8%-ն էլ որ հաջողությանը հասել, ինստիտուցիոնալ կապ է, խոսել են դիալոգի միջոցով եւ պետք էր եւ Ալիևի հետ ուղիղ շարունակ Ադրբեջանի հետ խոսել ու Ամերիկան նաև քոթիկունքում ունենալ։ Իսկ Սփյուռքը դա, չգիտեմ, անշուտ գենոցիդի ճանաչումն է կարևորվել, նավթ էին հանում, Ամերիկային չէին կարող համոզել գար այդ դա վերցնել որպես գործիք։ Այսինքն ասել, որ առաջ ես չեմ սիրում այդ արտահայտությունը, առաջի պատերազմում հաղթեցինք։ Դա ռազմական հաղթանակ էր, որը քաղաքական հաղթանակով չամրապնդվեց։ Իսկ դա բոլորովին ուրիշ process էր։ Պատերազմը շատ ցավալի էր, բայց միայն պատերազմի վրա կենտրոնանալն էլ քեզ չի բացատրում, թե ամբողջ ստրատեգիան որտեղ են սխալները եղել։ Ադրբեջանը փաստացի շարունակում է պատերազմը Հայաստանի դեմ։ Միայն գոնե նրա համար, որպեսզի չմեղադրեն, որ ես ինչ որ վերագրում եմ Ադրբեջանի բաներ, որ նա չի անում, խաղաղության պայմանագիր չի ստորագրվում։ Դա նշանակում է դեռ խաղաղությունը այսպես կարող է լինել, կարող է չլինել։ Խաղաղությունը դա process է, բայց նախ խաղաղությունը process է, Հայաստանը որպես Հայաստանը ես որ լուծում եմ փոքր պետությունների տեսանկյունից, որը հսկա գրականություն կա, դրանք իրենց անվտանգությունը միայն ռազմականով չի գալիս, բազմաթիվ ավելի լայն գործիքակազմ են օգտագործում եւ այլն։ Հայաստանը պետք է անընդհատ խաղաղության համար պայքարի, լծակները խորացնի, բազմազան դարձնի, դա միանշանակ։ Բայց ինչ վերաբերում է խաղաղության պայմանագրին, այն որ չի ստորագրում հասկանում եմ ինչի չի, այդ սահմանադրության վերաբերյալ ինչ-որ բանը, դրան poison pill, այսինքն դա ուղղակի պատրվակ է օգտագործում, որ չստորագրի, քանի որ հենց որ ստորագրեց, դա այո, դրանից չի բխելու խաղաղությունը, բայց դա հստակեցում է ներմուծելու ռեգիոն եւ առաջին հերթին ներսից արդեն իր հետևորդները պետք է ասեն, բա ջրի հարց ունենք այս շրջանում, անգործության հարց ունենք այն ինչ շրջանում։ Պարզապես ուզում եմ մատնանշել, որ Մինսկի խմբում կա Ռուսաստանը եւ Հայաստանը համարում էր, որ այնտեղ կա ռազմավարական գործընկեր եւ բոլոր հարցերը լուծվում են, Ռուսաստանը չի թույլ տա պատերազմ, չի թույլ տա Արցախի, չգիտեմ, Արցախի գլխից մաս գնի, եթե կարելի այդպես ասել, այժմ էլ Հայաստանը ամբողջ իր հույսը դնում է Թրամփի, կապում է Թրամփի հետ եւ մենք տեսնում ենք Ալիևը ինչ խաղեր է սկսել խաղալ Թրամփի հետ, այնտեղ Ռուսաստանի հետ, ուրեմն խաղեր գնացին, այստեղ էլ Թրամփի հետ, իհարկե այլ բնույթի խաղեր են, Թրամփին ներքաշում է Ադրբեջանը իր խաղերի մեջ։ Ամերիկա եւ Իրանի հարաբերությունները
դեռ 70-ական թվականներից Carter-ի ադմինիստրացիայից հետո արդեն շատ լարված վիճակում են գտնվել, բայց այն տարբերությամբ, որ եթե այս վերջի պատերազմից առաջ ավելի հեղափոխական ղեկավարությունը Իրանի չէր ուզում ուղիղ առճակատման գնալ Ամերիկայի Միացյալ Նահանգների հետ եւ կրոնական եւ այդ ուժային կենտրոնները իրանական պետությունը շատ ավելի բազմաշերտ էր, հիմա խաղը բոլորովին փոխված է, իրավիճակը փոխված է, այս նոր ղեկավարությունը իրեն չի դիտում որպես գործիք կամ չի պարտադրված չի զգում հեղափոխությունը պաշտպանել, շատ ավելի ազգայնական է եւ ավելի կենտրոնացած է պետությունը պաշտպանելու համար եւ չի վախենում ուժ օգտագործել, քանի որ արդեն գտավ ձևը Ամերիկայի Միացյալ Նահանգների վրա ճնշում գործադրելու ինֆրաստրուկտուրային ճնշումների միջոցով Հերմուզի նեղուցը, նավթամշակման այդ տարբեր կենտրոնները միջին արևելքում եւ այլն։ Այսինքն սա շատ խոշոր տարբերություն է։ Ինչ վերաբերում է թե ինչու պատերազմը նախ եւ առաջ սկսվեց, այն որ Օբամա ադմինիստրացիան արդեն համաձայնագիր ստորագրել էր եւ Տրամպը չէր հավանում դա եւ դուրս բերեց Ամերիկան JCPOA եւ հիմա չի կարողանում նույնիսկ այդ պայմաններին հասնել բռնի ուժով, դա շատ ցույց է ցույց տալու, որ Տրամպի վարած քաղաքականությունը Իրանի հետ շատ տուպիկային իրավիճակ է հասել։ Անշուշտ Ամերիկայի Միացյալ Նահանգները հաջողության հասավ թույլատնելով հրթիռային ինֆրաստրուկտուրան, այսինքն տնտեսությունը արդեն սանկցիաների պատճառով տուժած էր եւ հսկացույցեր է եկել։ Բայց փաստացի փակուղի ցույցեր կային, բայց փաստորեն ոչ կարող է եթե ուզում ես ռազմական հաղթանակ, ռեժիմը փոխես եւ այլն, հերվից չես կարող սահմանափակ գործիքակազմով խոշոր արդյունքի հասնել։ Իսկ ամերիկացի ժողովուրդը պատրաստ չէ նոր պատերազմի Աֆղանստանի եւ Իրաքից հետո, այսինքն արդեն քանի պրեզիդենտ ընտրվեցին այն խոսումով, որ ամերիկացի զորքին հետ են բերելու։ Եվ Տրամպը սա հասկանում է, միջանկյալ ընտրություններ են գալիս եւ արդեն ճնշումը իր վրա շատ ուժեղ է, որ այս Իրանի հետ այս լարվածությունը արդեն սկսել է ազդել ոչ միայն նավթի գներն են բարձր ընտրողի համար, այլ նաև նրանք չեն ուզում, որ սա լինի իրենց այդ ընտրական process-ի կենտրոնում։ Ասում են, որ սա այդքան էլ կարևոր չէ։ Շատերը կան, որ գտնում են այն, որ Իսրայելը քաշ տվեց, այո, Իսրայելը բերեց, մտցրեց Տրամպի ադմինիստրացիային այս կոնֆլիկտի մեջ, այսինքն կարող էին անցյալ տարով սահմանափակվել, այսինքն անցյալ տարի հարվածեցին միջուկային ինֆրաստրուկտուրային, եւ ցույցեր դրանից հետո եղան, եթե քաղաքական տարածքը մնար, ժողովուրդը չես կարող պատերազմ սկսել եւ ասել ժողովրդին, որ ձեր կառավարության դեմ դուրս եկեք, բայց Իսրայելը կարողացավ համոզել, եւ սա իմ կարծիքը չէ, New York Times-ը սրա մասին բավականին գրել է, այսինքն շատ թերթերն են գրում, հսկա քննադատություն կա Իսրայել Վաշինգտոնի վրա, թե ինչպես չեն կարողանում, այսինքն թույլ տվեցին, որ Նատանյահուն ինքը եւ նույնիսկ անեկդոտներ են պատտվում, թե Նատանյահուն արդեն քանի տարի է պրեզիդենտի հետևից փորձում է հասնել նրան, որ Ամերիկան ռազմական ձևով հարվածի Իրանին, վերջապես գտավ մի պրեզիդենտ, մի նախագահ, որի վրա կարողացավ։ Այսինքն միշտ է փորձել, Տրամպին կարողացավ ծուղակը գցել։ Շատերը որոշ վերլուծաբաններ, որ Իրանով են զբաղվում, Իրան-Ամերիկա հարաբերություններով են զբաղվում, համեմատություններ են տեսնում Ամերիկայի Միացյալ Նահանգների հարաբերությունները Վիետնամի հետ, պատերազմից հետո, Չինաստանի հետ հարաբերությունները, երբ որ Նիքսոնը գնաց եւ փոխեց, եւ շատերն ասում են, որ վարկած կա, որ եթե Ամերիկայի Միացյալ Նահանգները քան թե շարունակի փորձել այսպես ճնշողաբար արդյունք, քան թե դրան հասնի, հարաբերությունները կարելի է նույնիսկ չնայած որ այս process-ը կարծես թե խաղաղության process-ը, հրադադարի process-ը նույնիսկ չի դիմանում, բայց դեռ ճանապարհ կա, որ կարողանա ընդունել փաստորեն Իրանին ինչ որ համաձայնագիր ստորագրեն ու արդեն եթե Իրանում փոփոխություն դա ներքից պետք է լինի, դրսից չի լինելու, բայց օրինակ Վիետնամի հետ հարաբերությունները լավացան, հիմա Վիետնամը արդեն դարձել է կապիտալիստական երկիր, չնայած կոմունիստական կուսակցություն։ Բայց դե Վիետնամը դա Իրան չէ։ Այո։ Մերձավոր արևելք չէ եւ իրանական դիվանագիտություն չէ։ Այո։ Այդտեղ մի քիչ այլ է։ Այժմ էլ մենք տեսանք
ՆԱՏՕ-ի գագաթնաժողովում կենտրոնական այսպես իրադարձությունը այն էր, որ Թրամփը գովում էր Էրդողանին, ասում էր սա ուժեղ ղեկավար է, սա ուժեղ մարդ է, ես եկել եմ ՆԱՏՕ-ի գագաթնաժողովին, ես եկել եմ միայն որովհետև Էրդողանն է ինձ հրավիրել, թե չէ, ամբողջ այդ ուրեմն ՆԱՏՕ-ի կառույցի գագաթնաժողովին ես չէի մասնակցի։ Կարելի է ասել, որ Ալիևը գուցե էլի նորից ես սրում եմ եւ անտեղի եմ սրում, Ալիևը փորձում է Թրամփի աչքին լինել այնպիսին, ինչպիսին Թրամփը տեսնում է Էրդողանին, ուժեղ ղեկավար, ուժեղ մարդ։ Այո, քանի որ այդ ուժեղ ղեկավարի strongman, հայերենով այդ բառը չկա, strongman, այսինքն սրանք ղեկավարության տիպ է, երկաթյա կամքով, հա, այսինքն որ քո խելքի շնորհիվ է, որ երկիրը առաջ է շարժվում, զարգանում է, քո ռազմական, քո բռունցքի շնորհիվ է, բայց նաև քաղաքագիտական շատ հետազոտություններ կան, որ ասում են ցույց են տալիս, որ այդ strongman, այդ ուժեղ երկաթյա ղեկավարների հետևում սովորաբար կանգնած են շատ թույլ ինստիտուտներ, կառույցներ, այսինքն պետականության թույլությունն է պայմաններ ստեղծում, որ մեկ անհատը առաջ է գալիս որպես բոլոր հարցերը լուծող։ Եվ մի ժամանակ նախ Տրամփի հայացքները շատ արագ փոխվում են, այնպես որ այն որ Ալիևը փորձում է թերևս այդպեսին երևալ Տրամփի աչքում, բայց անշուշտ այսինքն օգտագործում է այն նույն մեխանիզմները, ինչ որ աշխարհի մնացած բոլոր երկրները, թե Տրամփին ինչպես Տրամփի աչքին Երևան, մի քիչ իգոն շոյում եք եւ ձեր ասածը որ կարողան առաջ տանել, բայց ես դրան շատ լուրջ չէի ընդունի, բայց այն որ Պուտինն էր համարվում, այդ ավելի լուրջ է այն հարցը, որ Տրամփը ինքը, քանի որ ինստիտուտները թուլացած են Ամերիկայի ներսում, եւ դա արդեն արտացոլվում է, օրինակ այս որոշումը Իրանի վրա հարձակվել, դրա օրինակն է, որ այդքան էլ խելացի որոշում չէ, չնայած թուլացրեց, էլի եմ ասում Իրանին, Պուտինը մի ժամանակ համարվում էր երկաթյա strongman եւ բոլորը նույնիսկ Հայաստանում հիանում էին, թե ինչ հանճարեղ եւ այլն, բայց ընդամենը փաստորեն այն ժամանակ ովքեր որ Ռուսաստանով եւ Պուտինը զբաղվում են, ասում են, որ նա ընդամենը միջին որակի տակտիկական հարցերով զբաղվող մարդ է եւ սա ցույց տվեց Ռուսաստանի հարձակումը Ուկրաինայի վրա, սա միշտ ասել են, որ սա ինքնասաբոտաժ էր Պուտինի կողմից։ Եթե այդքան բարդ երկիր ինչպեսին Ռուսաստանն է կամ Ամերիկան կամ Թուրքիան ավելացրեք արհեստական բանականությունը, կլիմայական փոփոխության, բոլոր պետությունների առաջ խոշոր հարցեր են։ Այդ բարդ խնդիրները մեկ մարդ չի կարող լուծել, դա նշանակում է համակարգ ունենաս, որ կարողանաս մուժ պետական կառույցներ պիտի ունենաս, որ կարողանաս դիմակայել այդ հարաբերություններին։ Այսինքն այս մոդելը, որ ուժեղ այս երկաթյա ղեկավարների մոդելը դա ուղղակի հատկապես փոքր պետությունների համար վտանգավոր է։